այն ինչ որ պիտի կատարվի հունիսյան մի օր, դա զուտ քվեարկությունն է, բայց քաղաքացին դրազանգվածները ընտրությունը պիտի կատարեն շատ ավելի վաղ, այս բանից սկսած, եւ այդ ընտրությունը պետք է լինի հիմնավորված։ Երբեմն բարդ հարցերի պատասխանը գալիս է անսպասելի տեղից։ Մասնավորապես ինչ ընտրության մասին է լինելու, ինչ մասն է խոսքը, այդ հարցի պատասխանը վերջին 2-3 օր առաջ եկավ Բաքվից, որքան էլ ցավոտ է, որքան էլ անդուր է դա ասել, եւ այդ հստակ ձևակերպում է։ Այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել լինելու է Սևան, թե լինելու է Գյոչյան։ Շատ պարզ նրան ձևակերպում է, որը հսկայական ջանք է մեզնից պահանջելու հասնել ընտրողին, բայց մենք դա կարողանալու ենք անելիք վստահել։ Ընդհանրապես այս ընտրությունների մասին իշխանությունը դնում է մի բանաձև, որը առաջին հայացքից թվում է, թե շատ վատն է, շատ կեղտոտ է, կեղծ է, թակարդ է խոսքը եւ ամեն պաշտոնի առաջի դեմքից սկսած ասում են կամ մենք կհաղթենք կլինի խաղաղություն, կամ մենք չենք հաղթի կլինի պատերազմ։ Դա շատ ստոր սուտ է, բայց եկեք ընդունենք, որ դա ունի կենսունակության որոշակի պոտենցիալ եւ կարող է աշխատել։ Ես երբեմն նաեւ ապշում եմ եւ ինձ մտահոգում եմ այդ վտանգավոր բանաձևի դիմաց, հականդեմ հակա իշխանական ճամբարից հնչող շատ բանաձևեր, որոնք մեղմ ասած լավը չեն եւ մեղմ ասած գրագետ չեն։ Ինչի մասին այս ընտրությունները։ Ըստ իս առաջին հերթին այս ընտրությունները Հայաստանի ներհայաստանյան process-ների մասին են, ներհայաստանյան կյանքի մասին եւ մենք սա պետք է կարողանանք տեղ հասցնել, որովհետեւ մեզ ոնց ստեղծել է մի պատմական վիճակ, որ մեզ թվում է թե այս ընտրությունները միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կամ արտաքին ռիսկերի մասին են։ Ամենևին առաջին հերթին այս ընտրությունները մեր մասին են հայաստանյան process-ների եւ ցանկացած հայ ընտրող պետք է հասկանալ ինչի համար է ընտրում, որ մենք շարունակենք ապրել պայմանական ասած, այս օրինակներ բերեմ, գաղտնալսումների դրանց կռեհիկ հրապարակայնացման, ցանկացածին ամեն օր կալանավորելու պայմաններում, թե մենք ուզում ենք ապրել շատ ավելի հանդարտ, շատ ավելի կանխատեսելի իրավական համակարգում։ Սա ընտրությունը որ քվեաթերթիկի վրա գրած չի լինելու, բայց սա հենց դրա մասին է։ Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ, ավելի լուրջ, գաղափարների կենտրոն, ինչպես դա եղել է դարերով, թե մենք ուզում ենք եկեղեցին լինի հարձակումների եւ կռեհիկ այլ արշավի կենտրոն, սա դա ընտրություն։ Եթե ընտրվի այս ճանապարհը լինելու է դա, մենք ուզում ենք, որ ամեն օր երկրի թիվ 1 աշխատասենյակից դուրս գա ագրեսիա, դուրս գա քաոս, եւ դա ամբողջ պետական համակարգի վրա ազդի, թե մենք ուզում ենք, որ երկրի թիվ 1 աշխատասենյակից եւ բոլոր աշխատասենյակներում լինի պարզապես աշխատանքային մթնոլորտ, հա, ինչպես մենք ունեցել ենք եւ վստահում ունենալու ենք։ Սա շատ բարձ հարցեր է, մենք ուզում ենք, որ արդարության, չգիտեմ ինչի, ձևավորվեն նոր ֆինանսական կլաններ անհայտ ծագման փողերով, թե մենք ուզում ենք, որ իսկապես Հայաստանը դառնա սոցիալական երկիր, սոցիալական արդարության պաշարով։ Այս հարցերն են, որոնք երբ խոսում ես ընտրությունների մասին, Հայաստանի քաղաքացուն դեռ չի հասնում, չի մտածում, ինքը չի հասկանում։ Օբյեկտիվել է, որտեղ այնքան ռիսկերը եւ տապալումները մեծ եղել, որ ինքը չի հասցրել դրա մասին մտածել։ Առաջին բանը դա է, պետք է շատ համար աշխատել եւ քաղաքացիություն ասել, այս ընտրությունը քո կյանքի մասին է։ Հələ մի կողմ թողենք Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Թրամփ, Պուտին, չէ, քո կյանքի մասին է։ Եթե քո կյանքի այս նորմերը քեզ չեն բավարարում, ապա դու ունես շատ բարձր գնալ քվեարկել ում ուզում ես բացառությամբ այս իշխանությանը կամ բարձ ասած գնալ քվեարկել փոփոխության օգտին։ Երկրորդը այդ ձևակերպման մասին որ դրել է իշխանությունը Օգոստոսի 8-ից, եթե կլինեմ ես կլինի խաղաղություն, չեմ լինի ես կլինի պատերազմ, այստեղ խնդիրը հետևելն է, դա ինչ վիճակ ունենք։ Մենք ունենք չպատերազմ վիճակ, այս պահին, հա։ Չես կարող համոզել, որ չէ, հիմա գիտեք, պատերազմը ռազմական գործողություն է, եւ որևէ բանական մարդ նաեւ չի կարող համոզել եւ համոզվել, որ հիմա խաղաղություն է։ Մենք ըստ իս ունենք չպատերազմ վիճակ, ընտրություններից հետո իշխանությունը, որն է այլինի, պիտի զբաղվի չպատերազմ վիճակի մենեջմենտով, կառավարմամբ։ Հիմա
այս մարդկանց պատկերացումները չպատերազմ վիճակի կառավարման զիջումներն են։ Ընդ որում շաբաթը մեկ արևը հստակեցնելու է իր պահանջները։ Իդեպ նրա համբերությունն է կամ չգիտեմ ինչ հաշվարկներն են տեղին տալիս եւ չի սպասում ընտրությունների մոտ կամ ընտրությունից հետո խոսք Ադրբեջանի նախագահի մասին, արդեն կոշտացնում, արդեն անցավ այդ մեղրամիսի փուլը հետ օգոստոսյան հստակ պահանջներ դրել եւ դնելու է։ Հիմա հաջորդ իշխանության առաքելություններից մեկը չպատերազմ իրավիճակի կառավարումն է։ Ով ոնց է պատկերացնում, շատ կարևոր է, որովհետեւ սա կարգախոսներով չի, սա լոզունգներով, սա իբարես իմաստով փորձ, գրագիտություն, հմտություններ պահանջող եւ թիմերը, որոնք պիտի դառնան հաջորդ սոլիդ իշխանության առանցքը, պիտի ունենան դա եւ դրանք շատ կարող է հիմա դրա մասին խոսեն, ինչպես են պատկերացնում չպատերազմ վիճակի կառավարումը, դրա տապալումը կբերի իսկապես ողբերգական հետևանքների։ Դրա տապալման ամենապարզ ճանապարհը իշխանության վերարտադրությունն է։ Դիտեք, ես մի օրինակ եմ բերեմ, հիմա էйֆորիկ վիճակը այդ բաների հետ կապված իշխանական էйֆորիա Ադրբեջանի տարածքով ծորերի առաջին վանկումներ եւ այլն։ Ես թուրք կտանից մի կանխատեսում անեմ, գուցե սխալվեմ, գուցե չէ։ Առաջին մի քանի գնացների այդ ճանապարհով գալուց հետո իմ տպավորությամբ Ալիևը կոշտացնելու է իր պահանջները Միջանցքի վերաբերյալ։ Ուղղակի ասելու է, սա գործելու համար դու պետք է այս պարամետրերով Միջանցք տաս։ Եթե հետևում եք ադրբեջանական փորձագիտական շրջանակների մամուլին արդեն վերջին օրերին նկատում է, որ պատգամավորների մակարդակով այդ բանը Միջանցքի թեման կոշտացնում են։ Ուժով կբացենք, այս կանենք եւ այլն։ Իրենք շատ հանգիստ եւ հետ են քաշվելու եւ Տրամփի ձևակերպումներից եւ մյուսի, եթե նրանք տեսան, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում, ապա գնալու է պահանջների կոշտացում։ Դա շատ կարեւոր է։ Այս ընտրությունը նաեւ բացատրել մեր հասարակությանը, որ էապես այս ընտրության արդյունքները ազդելու է Ադրբեջանի վարկագծի վրա։ Այս իշխանության վերարտադրումը նշանակելու է պահանջների հստակ ցանկի հրապարակում եւ բոլոր թույլատրելի անթույլատրելի մեթոդներով դրա հասնելու, այսպես ասած, բարոյական իրավունք։ Մենք կտանք թե չենք տա։ Չեմ ուզում չարաշահել, ամփոփելով ասեմ հետևյալը։ Ըստ իս մենք պետք է սեփական հասարակությանը տանենք շատ կարևոր աշխատանք, առայն որ այս ընտրությունը Հայաստանի մասին է, Հայաստանի ներսի մասին։ Հա կոպիտ ասած, Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին։ Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է այս ընտրությունը։ Մնացածը չորրորդական է, մնացած բոլոր տարաձայնությունները, որ կարող են լինել ոչ իշխանական համակարգերում, չորրորդական, հինգերորդական են։ Ով կիսում է այս բանաձևը, նա փոփոխությունների մեծ մեքենայի մի մասն է։ Եթե չէ, ապա շատ կասկածների դեր կարող է դառնալ։